Կայծակ էլեկտրական լիցքերի ակնթարթային պարապում է մթնոլորտում, որը տեղի է ունենում ամպրոպի ժամանակ։ Առաջանում է, երբ ամպերի ներսում կամ ամպի և երկրի մակերևույթի միջև կուտակված լիցքերի մեծ տարբերությունը չափազանց մեծ է դառնում, ինչը հագեցնում է օդի միջով էլեկտրական հոսանքի հսկայական հոսքը։ Փայլատակում լույս կայծակի պարապման ժամանակ առաջացած գերշիկացած պլազմայի արտանետված լույսը։ Իսկ որոտը ձայն պարապման անցուղու շուրջը օդը գերարագ տաքանում է, ընդլայնվում է, ինչը ստեղծում է հարվածային ալիք որոտ։ Կայծակի անցուղու ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 30,000 աստիճան Ցելսիուսի, ինչը մոտ 5 անգամ ավելի տաք է, քան արեգակի մակերևույթը։ Տեսակները ամպի ցող ամենավտանգավոր տեսակը, նոր ամպային ամենատարածված տեսակը, երբ պարապումը տեղի է ունենում մեկ ամպի ներսում, ամպից ամպ, երբ պարապումը տեղի է ունենում երկու տարբեր ամպերի միջև։ Պաշտպանությունը ամպրոպի ժամանակ պետք է թաքնվել փակ տարածքում, շենք կամ մեքենա, խուսափել բարձր առարկաներից, ծառեր, սյուներ, ջրից և մետաղյա իրերից։ Շենքերը կայծակից պաշտպանում են շանթարագելներով։ Ֆարադեյի վանդակը ապահով միջավայր է կայծակի դեպքում։ Կայծակը օգնել է գիտնականներին ուսումնասիրել էլեկտրականությունը։ Բենջամին Ֆրանկլինը հենց կայծակի միջոցով ապացուցեց, որ այն էլեկտրական երևույթ է։ Նրա ուսումնասիրությունը հիմք դրեց կայծակաճարմանդի մոլնագրավիչ ստեղծմանը, որը պաշտպանում է շենքերը հարվածներից։ Կայծակի միջոցով մարդիկ հասկացել են նաև, թե ինչպես է էլեկտրական լիցքը փոխանցվում բնության մեջ։ Ավտոմեքենայի շարժիչում առաջանում է փոքր կայծ, վառելիք, այրելու համար։ Դա նույն ֆիզիկական երևույթն է, ինչ կայծակի ժամանակ փոքր չափերով։ Կայծակը պլազմա է, շատ տաք է և լիցքավորված գազ, նույն տեսակի պլազմա է օգտագործվում լազերային կտրող սարքերում և տեխնոլոգիաներում։ Մոլնագրավիչներ Թեևս սա չի օգտագործում էներգիան, բայց ուղղորդում է կայծակի հոսքը պաշտպանելու շենքերի ու մարդկանց։ Զոդման սարքերը էլեկտրական լարում դարձնում են շատ բարձր, առաջացնելով գազ, որով մետաղները հալվում ու միանում են։